Ինչպիսի վերաբերմունք ունեք Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի կալանավորման վերաբերյալ։ Շատ բացասական, բնականաբար։ Դավիթ Համբարձումյանին մեր համայնքը բոլորը սիրում են, հարգում են, ինքը շատ լավ ղեկավար է, լավ մարդ, բարի, ուրիշ լավից բացի վատ բան չեն կարող ասել, որովհետև նրա նման մարդիկ շատ հազվադեպ են լինում այս ժամանակաշրջանում եւ այս իշխանության հետ։ Երեք տեսանք, որ թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանը ընդունեց եւ ողջունեց այն իշխանության ներկայացուցիչներին, որի օրոք համայնքապետը կալանավորվել է։ Ինչպես է գնահատում թեմակալ առաջնորդի այդ քայլը։ Եթե թեմակալ առաջնորդը դա էլի ճիշտ չի։ Ես չեմ ճանաչում, բայց ասում են, որ շատ լավ մարդ է։ Բայց ես չեմ ճանաչում։ Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ընդունում ու դալշը բարձա։ Շատ վատ, ափսոսում եմ։ Ինչու ինչպեսի ղեկավար է։ Շատ լավ ասում եմ, գերազանց, չեմ կարող ասել։ Դավիթ Համբարձումյանը մեր ժահել լավ ղեկավարներից է, որ Մասիսը շնչել, այսքան բան որ տերեմ եք, դի Դավիթ Համբարձումյանի շնորհքն է։ Այստեղ որ նստած ենք, ինչ որ տերեմ եք, քայլում են մարդիկ, բան։ Առաջ այդպես բաներ չի եղել։ Հիմա մի քաղաքի են համավում։ Դարի ամեն ինչի շնորհքը Դավիթ Համբարձումյանն է։ Ես այդ բանով ես իր որպես լավ մարդ եմ ճանաչում ու քաղաքականություն չեմ անում։ Ես որպես լավ մարդ, լավ ազնվորություն, քաղաքականության հետ ես գործ չունեմ։ Հա, ասենք ինքը շփող մարդ է, կոնկրետ, որ ասեմ, ինձ ինչ որ լավություն է արալ, չէ, բայց մարդ է էլի, ասող խոսող մարդ է, դες չէ որ։ Ես առհասարակ թեմի առաջնորդ կլինի, ով որ ուզում է լինի, ես մի բան գիտեմ, որ մեր ժողովրդին բոլորը խաբում են։ Ուզում է հավատքի տեսանկյունից, ուզում է քաղաքական, ուզում է որ առումով ուզում է լինի, ուղղակի կցանկանա մեր ժողովրդի ռեալ դատողություն ու խաբեբաներն մի քիչ մերկացում ու ամոթ է զգացողություն ունեն, այդքան մի բան։ Անձամբ ճանաչում եմ, ոչ մի, ինչպես ասեմ, բացասական բան չեմ տեսել, այս ամենը քաղբանտարկյալի առնչություն գործարք դրական։ Էլի բան ավելացնեմ։ Ցանկություն չունեմ շատ բաներ ասել, այդքան է։ Լավ ղեկավար է, ես հետ գիտեմ։ Ինչքան ես փախստական եմ, ամեն ինչում օգնում էր։ Մենք համարում ենք, որ Դավիթ Համբարձումյանը մի ազնվորություն է, որը իսկական հայ կերպար է։ Եվ ուղղակի պետք է նրան նմանվել, ոչ թե նրան կալանավորել։ Ղարաբաղից որ եկել ենք ստեղ, հադրուտ որ արդեն հազդել են թուրքերին, եկել ենք ստեղ, այդ մարդը շատ մեզ օգնել է, ամեն ձևի օգնության ցույց տվել ղարաբաղցիներին, թե բանով, տանով, բանով, ամեն ինչով։ Ինքը ալդոակ մարդ է, մի ժողովրդի համար մտածում է ամեն ձևի, բայց չգիտեմ, թե ինչու տարան, դա չենք հասկանում։ Բայց դա շատ էր հոգս տանում ժողովրդի համար, իսկական ինքը ժողովրդի սիրտը մտած մարդ է, թե ինչու տենց պատահեց չի իմացանք։ Ես գիտեմ, որ պետությունը կորոնի հետ կապ չունի։ Դա արդեն է պապական բան է։ Դա սխալ գործ է, որ պետությունը մտալ է այդ կորոնական բանի մեջ։ Դա մեր հավատն է։ Ամեն ազգ պետք է հավատքը ունենա։ Եթե մի ազգը հավատ չունի, նա արդեն ազգ չի նա։ Ինչ որ մին անասունման բան է։ Դες լավ վերաբերմունք չունեմ։ Չգիտեմ, դե հիմա մարդ վախենում է խոսա, կարող է գան ինձ էլ բռնեն տանը։ Այդ ոնց է եկավ ընտրության ժամանակը արդեն սկսեց բոլորին բռնել, ամեն մեկին ինչ ուզում ասում է, լավ գնահատական չունեմ, չգիտեմ։ Ես չեմ պատկերացնում։ Երկիրը կործանում է, դեպի վատ է գնում, կապ չունի, ինչ ուզում է անում, չի լինի, այսպիսի բանով է տեսել։ Մարդ մուր բռնելով երկիր չեն ղեկավարում, ես իմ կարծիքը դա։ Բռնելով երկիր ղեկավար տենց չլինի, գիտես, ինչքան պիտի, բոլորին չի բռնի։ Որ բոլորը սխալ է, ինչ է նշանակում, բռնի, հա բռնում է բոլորին։ Հիմա այս խոսքը կարող է եւ մի ստից բան համը մեծ, բայց տենց չի, չէ որ դեմոկրատիա, խոսքի ազատություն։ Ես համարում եմ խոսքի ազատություն, մարդ ուզում է ճիշտ բան ասի, չի ասում։ Դրա համար ես
նորից եմ ասում, բայց Դավիթի մասին ասեմ, մեծատարով մուժիկ, նա մարդ է եղել, ազգասեր մարդ է, արյունասեր մարդ է եղել, մեր ժողովրդի համար, հատկապես մեր Արցախի ժողովրդի համար մեծ գործ արել, մարդիկ նեղված, տուն տեղ չունեն, համերգներ կազմակերպել, որպեսզի մարդիկ իրանց ուղեղները մեկ-մեկ ցվրվեն, մեկ-մեկ բան ցվրվեն գոնե էցեւի մի քիչ չնայած դա հնարավոր չի մոռանալ, բայց որոշ տեղեր մոռանում է մի քիչ մանեն սփոփվում էին, էլի չէ որ այ ես դրան համարում եմ լավ մարդ, հետո մեր այս փողոցները բանը վերանորոգել է, մասիցի համար ինքը գործ արել է։ Դիմարտին բռնել չեն։ Լավ ղեկավար է, Ղարաբաղցիները հանդեպ հոգատար է եղավ, ինչ հարցով որը մեկը դիմել է, մեջում չի եղել։ Նրան մի բաց թողնեն։ Դե ինչ գնահատական տակ, դա ես ճիշտ բան չեմ համարում էլի, ինչ ասեմ, ճիշտ չանեմ, ինչ որ անում է։ Վերաբերմունքը այսպեսին է, անմեղ տեղը կալանավորել են, իրանք ներկա կառավարությունը վախենում է իմպիչմենտի թեկնածությունից, որտեղ հիմա Իրանից բացի ուրիշ ոչ ոք չէր կարող անել, այս մեռած մասիսը, որ հարություն տվեց ինքը, ոչ ոք չէր կարող անել, 17-18 հազար քաղաքացի ընդունել, Ղարաբաղցիներ, ոչ մի համայնք չէր ընդունի, իրանք դրանք հաշվի չեն առնում, հին բաներն են հանում, որը հիմքեր չկա դրա վրա, շատ լավ ղեկավար է Դավիթ Համբարձումյանը, շուտապույտ ազատում է իրան հարկավոր, չեմ կարող ոչ բան ասեմ։ Ինքան լավ լսել ու շատ ցավում եմ, որ այդ մարդին, որտեղ ինքը շատ լավ ղեկավար է, այստեղ շատ լավ բաներ է կազմակերպվում ջահելների համար, չգիտեմ, արդեն ոչ մի բանի չեմ հավատում։ Շատ լավ տղա է, ինչ է եղել։ Գիտենք, որ կալանավորված է, բայց ինչ կարանք անենք մենք, ոչ մի բան։ Ես Սրբազանին ոչ ճանաչում եմ, ոչ էլ այսքան վաղ չեմ զբաղվում էլ այս պոլիտիկայով բանով։ Դրա համար Ցավում եմ դրա համար։ Ինքը վատ քաղաքապետ չի եղել մեզ համար։ Ես սամա լիչնը այտենց եմ մտածում։ Ես տեսնում եմ մեր քաղաքի մաքրությունը, որ միշտ մաքուր է մեր քաղաքը, որ փողոցներում մտնես հավաքարարները մաքրում են։ Գիտեք, այդ պոլիտիկայից մի քիչ հեռու եմ, ես միայն այդ հարցին կարամ պատասխանեմ մեր քաղաքապետի համար։